Ինչ ցույց տվեցին Գյումրու եւ Էջմիածնի ընտրությունները։ Ցույց տվեցին, որ 2-3 ընդդիմադիր առողջ մեծ ուժերի միավորմամբ հնարավոր է տապալել այս ռեժիմին։ Ու այդ ընտրությունները ցույց տվեցին, որ երկրորդ տեղը բավականին խոշոր ձայներով զբաղեցնում է այն տեխնացուն եւ այն ուժը, որը այս կամ այն կերպ կապվում է երկրորդ նախագահի անվան հետ։ Դա փաստ է։ Էջմիածնում այդ երկրորդ մեծ ընդդիմությունը չկար, հաղթեց ՔՊ-ն։ Թող գնայիք, դառնայիք այդ ընդդիմադիր ուժը։ Չէ, ոչինչ չանելով, եկել հավակնում եք այն ընտրազանգվածին, որը անվերապահորեն ունենալով սկզբունքներ, համակրումներ որոշել է իր ձայնը տալ Նիկոլի հետ չպայմանավորվող, նրա հետ չաշխատած, նրա դեմ այս 7 տարի պայքար տված անձին։ Դուք Նիկոլի օրոք պաշտոնի էիք, Քոչարյանը բանտում էր։ Հետը ոչ մի բանով չէր պայմանավորվում։ Ասում զգուշացնում էր նաև, թե ինչ է լինելու, եթե այսպես շարունակվի։ 7 տարի բացի գրառում անելը ուրիշ բան չեք անում, ու մեկ էլ կպնում եք Քոչարյանացավ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը թե անվտանգային, թե սոցիալական, թե տնտեսական, թե ժողովրդագրության, թե Արցախի հարցում, թե միջազգային հարաբերությունների հարցում ու բազմաթիվ ուղղություններով գրանցել է Հայաստանի Հանրապետության պատմության ամենալավ ցուցանիշները։ Ու ես, որ սովորական շարքային ընտրող եմ, վաղ ընտրություն եմ կատարելու, ընտրել այս ցուցանիշները իր կառավարման ժամանակ արձանագրածին, թե մարդկանց, որոնք ոչինչ չանելով, ընդհանրապես խոսելով, գրառումներ անելով, հիմա փրկելու հայտ են ներկայացնում։ Ինձ պետք է համոզեք ձեր առավելությունները։ Քննադատելը առավելություն չէ։ Իշխանությանը բոլորն են քննադատում, ոչ էլ ընդդիմության քննադատելն է առավելություն։ Պետք է ասես, թե դու ինչ ես առաջարկում։